Հայր Սուրբ խնդրեմ ներկայացրեք ինչի իրավիճակի այս պահին Իսմիլյան բժշկական կենտրոնում, ինչպես նրանք եկան, ինչպես իմացաք, ծանոթագիր ուղարկվել է, որ խոզարկություն լինելու է, թե ոչ։ Ծանոթագիր չեն ուղարկել, այսինքն իմանալով չեն ուղարկել, մենք առավոտյան, ինչպես բոլոր հիվանդանոցներում պլանային քննարկումներ են տեղի ունենում, պիտի մինուտկա կոչված։ Առավոտյան պիտի մինուտկա ենք եւ քարտուղարուհին ընդհատեց, ասաց, որ քննչական կոմիտեից եկել են եւ պիտի խոզարկումներ իրականացնեն եւ դադարեցրինք այդ քննարկումը եւ մինչեւ այս պահին իրենք սենյակներում խոզարկումներ իրականացնում։ Բայց չգիտենք ինչի համար են եկել։ Բացի տնօրեն Չարչյանի եւ փոխտնօրեն Ալբանդյանի աշխատասենյակներից ուրիշ որ աշխատասենյակներ ֆինանսական գծով փոխտնօրեն Մեյրոյանի սենյակն է խոզարկում իրականացնում եւ գլխավոր աշխատակի համակարգիչն են արգրավել։ Արդեն արգրավել են եւ այլ տեխնիկաներ արգրավել են։ Դերևս ոչ։ Հայր Սուրբ, նաև այս օրերին ինչի հետ է կապված, նախ ձեզ ասել եմ, որովհետև համացանցում գրում են, որ կապված է խոշոր չափով գումարների լվացման հետ։ Ամեն ինչ կարող են իրենք ներկայացնել, որովհետև այսօր տեղեկատվական պատերազմ է եւ ցանկացած հրապարակած տեղեկատվություն մեր հասարակությունը ընդունում է որպես բացարձակ ճշմարտություն։ Հետո դա կհերքվի թե չի հերքվի, այլևս ոչ մեկի չի հետաքրքրում։ Հիմա այսպիսի տեղեկատվություն են տարածել, արդեն հասարակության մեջ լայն քննարկումները կտարածվի, որ այստեղ խոշոր չափի հարկեր չեն վճարել, թե եւ այլն, բայց վստահաբար կարող եմ ասել, ես վստահ եմ, որ այդպիսի բան չկա, որովհետեւ եթե անգամ մեկ օր ուշացվի աշխատողի աշխատավարձը, բայց հարկը երբեք չի ուշացվի, երբեք։ Հիմա բժշկական ասեք։ Հիմա բժշկական կենտրոնում, որ խոզարկություններ են, պարոն Չարչյանի մոտ տեսնում ենք, որ այո, բուժառուներ են գալիս, ինչպես է իրականացվում այդ այսօր պարոն Չարչյանը պլանային 3 վիրահատություն ուներ, որը չի կարող անել։ Նրան փոխարինում են, թե։ Փոխարինում են, այո, ինքը չի կարող, խնդրել է, որ բժիշկները փոխարինեն։ Հայր Սուրբ նաև ասում են, որ պետք է բժշկական կենտրոններից հեռացնեն աղոթատեղիները։ Դուք ինչպես եք վերաբերվում այս ամենին եւ նաև Իսմիլյան բժշկական կենտրոնում ինչ փոփոխություններ կան այս առումով։ Իսմիլյան բժշկական կենտրոնում ոչ մի փոփոխություն չկա, ոչ մեկ չի կարող ինչ-որ բանում արգելել, բացարձակապես ոչ մեկ չի կարող։ Իսկ մնացած հիվանդանոցներում թե ինչ է կատարում, ես չգիտեմ, ընդամենը մի հոգի ինչ-որ մեկը այդպիսի մի գրառում էր արել, որ պիտի հեռացվի, ոչ թե դա փաստ է, ուղղակի ինչ-որ մեկի գրառումն է։ Ես չգիտեմ դա փաստ է թե փաստ չէ։ Ոչ հաստատվել է, ոչ հերքվել է։ Բայց ամեն ինչ ընդունակ է։ Հիմա ամեն ինչ ընդունակ են, կարող են, եւ սա ես դիտում եմ որպես հակաեկեղեցական արշավի եւս մեկ դրսեւորում։ Նաև այս օրերին եկեղեցի պետություն հարաբերությունները բավականին լարված է եւ հիմնականում իշխանական թևը նշում է, որ իրենց պայքարը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ անձի դեմ է, տվյալ դեպքում Վեհապար Հայրապետի դեմ։ Մենք շրջելով Իսմիլյան բժշկական կենտրոնում եւ ձեր աշխատասենյակում եւս նկատում ենք, որ Վեհապարի նկարներն են։ Դուք մտավախություն չունեք, նաեւ նկատեցիք միջազգում Շուշի հազարջեցած եկեղեցին, Արցախի Վեհապարի հետ կապված Հայրապետը մեր ազգընտիր Հայրապետն է եւ ինչ որ ասում են իշխանական թևը թե դա անձի հարց է, եկեղեցու հարց չէ, ուրեմն լկտի սուտ է։ Եթե անձի հարց չէ, ներողություն, անձի հարցը եկեղեցու հարց չէ, բանակից ինչի համար են հանում հոգեվորականներին։ Ինչի համար։ Ինչ են արել։ Չէ՞ որ իրենք ծառայում են այդ զինվորին։ Այսինքն սա փաստ է, որ իրենք ամեն քայլի ընդունակ են միայն իրենց այս դավադիր նպատակին հասնելու համար, որովհետև ես 6 տարի եւ ավել ծառայել եմ հայոց բանակում եւ վստահաբար կարող եմ ասել, որ մեծ գործ է անում հոգեվորականը բանակում։ Եթե ինչ-որ ուրեմն շոշափելի բաներ չեն տեսնում իրենք, վերևը երկնքում արձանագրվում է, որովհետև հոգեվորականի զուտ այս գեստով զորամասում լինելը դա լուր քարոզ է եւ շատ դեպքեր կանխվում են միայն հոգեվորականի լուր ներկայությունից։ Գնդերից շատերը ասել են, որ իրենց գումար են առաջարկել եւ փորձել են իրենց շարքերում ներգրավել։ Մենակ խնդիրը դա է եղել, որ գնդերեցների գունդը լուծարեցին, թե այլ նպատակ է հետապնդել։
Ես չեմ կարող ասել, հիմա իրենք ինչպես են արդարանում, ասում են բանակում երկկողմանի ենթակայություն չի կարող լինել։ Ինչ են հիմա մտածել դրա մասին։ Թող ժամանակին եկել են, այդ ժամանակ ասեին, մենք էլ հասկանայինք։ Ինչ եկավ այս օրերը, երբ որ իրենք արշավ սկսեցին եկեղեցու դեմ, նոր որոշեցին։ Նոր ծանոթացան բանակի օրենքներին։ Պարզից էլ պարզ է, որ սա եկեղեցու դեմ արշավ է, անձը ոչի կապ չունի։ Բացարձակապես անձը կապ չունի։ Սա եկեղեցու դեմ արշավ է։ Այս եկեղեցու պատմությունը ինչի անեցին դպրոցից, եթե անձի եթե եկեղեցու հարց չէ։ Ինչի համար անեցին։ Եկեղեցուն ինչի են զրկում ինչ-որ լիազորություններից։ Ինչի համար, եթե անձի հարց է։ Վստահաբար սա եկեղեցու հարց է, որովհետև եկեղեցին միակն է այսօր, որ չի լռնում, որ չի ենթարկվում, որ իրենք չեն կարողանում կառավարել։ Եվ միակն է, որ խոսում է Արցախի հարցից, միակն է, որ խոսում է մեր Արցախի սրբությունների մասին, միակն է, որ խոսում է արցախահայության մասին, որ կառույցն է խոսում այսօր։ Ոչ մի կառույց, բոլորին լրացրել են, բոլորին։ Մենք մշակույթի գործիչներ ունենք, թե չունենք։ Մենք պատմաբաններ ունենք, թե չունենք։ Մտավախություն չունեք, որ գնդերեսներից հետո նաև ձեզ կհանեն բժշկական կենտրոններից։ Ուրեմն, չէ, բժշկական կենտրոններում այդպիսի հստակ ծառայություն դեռևս չկա։ Եթե ինչ-որ հոգևորականներ, ինչ-որ հիվանդանոցներ այցելում են, դա ուղղակի այցելուների խնդրանքն է, որ իրենք ուզում են իրենց հիվանդները աղոթքեն։ Բայց քանի որ սա եկեղեցապատական կառույց է, ես որպես եկեղեցու ներկայացուցիչ իմ աշխատանքն եմ բերում այստեղ։ Բայց մենք ոչ մի մտավախություն չունենք, բացարձակ։ Մենք գիտենք, որ մեր գործը արդար է։ Հիմա ով ինչ պիտի անի, թող անի։ Միքայել Սրբազանը լավ խոսք է ասել, եթե դուք ամեն ինչի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք, եւ մեզ ոչ մեկ չի կարող վախեցնել, ոչ մեկ, որովհետեւ մեր Տեր Աստված է։ Եթե իրանք Աստծո դեմ են պատերազմի դուրս եկել, իսկ Աստծո դեմ ով դուրս եկալ պատերազմի, ինքը երկար կյանք չունի։ Այս պայքարը փաստորեն կարճ կյանք է ունենալու։ Միանշանակ, միանշանակ։